բաժակ, 3 կոֆե։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան։ Միացեք իմ կոֆեի այս շամին։ Ես մենակ չեմ խմելու։ Վապետը գործ անում։ Մի հատ կոֆե հյուրասիրեմ, հետո ես էլ գնալու եմ աշխատանքի։ Իրենք գործ կանեն, մինչև որ ես աշխատանքից կգամ, ու իմ լավ ու բարի գործերով նորից ձեզ կմիանամ։ Այսպես, այս պահին չափուձև են անում այնտեղ։ Հինը քանդում ենք, փոխարինում ենք նորով։ Ընդհանրապես, որ առավոտ շուտ վեր ենք գնում, ես միշտ սիրում եմ, որ լուռ մնամ, լռության մեջ անցկացնեմ իմ առավոտյան ժամերը, բայց երբ որ ձեզ եմ միանում, չեմ կարող լուռ մնալ և նորից ուզում եմ իմ ուրախությունով կիսվել ձեր հետ այս ժամին, որ իմ գործը առաջ է ընթանում, սիրելի հետևորդներ ջան։ Ուզում եմ իմանալ, թե դուք ինչպես եք, ինչով եք զբաղված, ինչ գործերի մեջ եք, այս շոքերին ոնց եք դիմանում, մեզ այսօր շոք օր է սպասվում։ Այնտեղ չափուձև անում են, խոսում են տղամարդիկ են, սիրելի հետևորդներ ջան, ես էլ կոֆեն կեփեմ և արդեն կգնամ աշխատանքի, դրանից հետո ձեզ կմիանամ։ Իմ կոֆեն պղպջակներ է հանում արդեն, ես էլ պաղ-պաղակ հանեմ սառնարանից, որպեսզի կոֆեի հետ հյուրասիրեմ։ Տեսնենք, ո՞րն է մնացել, երեկը շատ հյուրասիրություն արել։ Եվ այս Grand Candy բրիկետները հանեմ։ Կարելի ասել, սա բոլորն էլ սիրում են։ Այսպես, սրանց հետ ափսեներ և փոքր գրալներ եմ տանելու իհարկե։ Բան չմնացա, իմ կոֆեն եփվում է։ Եփել եք ձեր կոֆեն, սիրելի հետևորդներ ջան, միասին վայելենք, բոլորիս անուշ լինի և անցնենք մեր առօրյա գործերին։ Այն ամենահաճելի պահն է եկել։ Բարաքույրը հետ չեմ քաշել։ Բայցար արև, բայցար։ Եփեց կոֆեն։ Մենք դրսում ենք վայելելու։ Դուրս եմ եկել արդեն գնամ աշխատանքիս։ Անմիջապես Սիմային նկատեցի, որ սենց խորը քուն է մտել, մեջքը արևին ադեմ տվելու քնել։ Արևը այս կողմից ադել, չի թեքվել, առավոտյան ժամերն են։ Ես ինչ էլ խորը քուն է մտել առավոտ շուտ։ Սիմոչկա, գիշերը չես քնել, ամպի գոռոցները քեզ էլ էր փախացնում։ Ինչքան ուժեղ էր ամպը կռկռում։ Մի հատ լասուր ատամներ էին Սիմոչկայի։ Մոտեցնեմ։ Կարող է իրազատենը։ Չխանգարենք, թողնենք քնի։ Մի հատ սրանց նայենք, հա, երրորդն է բացվում։ Լավ է, բայց շատ ժամանակ չունեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ շտապեմ, արդեն չուշանամ իմ գործից։ Մյուս չինական վարդս է կոկոմել։ Այստեղ փակել են։ Մեր ցելոֆան ունեի։ Այստեղ ցեմենտ, բետոնի համար ցեմենտն է։ Սենց ապահովել են, որ անձրևի ոչ մի կաթիլ չկպչի, ամենաներքևում այդ բլոկներն է շարված։ Հետո այդ մեշոկները փաթաթել են, վրան էլ մի կտոր շիֆեր, էլի բլոկներ, որ հանկարծ քամին չքշի։ Եվ արդեն գնամ իմ աշխատանքին։ Այսպես
խաղողներն են ժպտում այստեղ։ Բարձր տրամադրությունով ես գնում եմ։ Նաև արդեն պատվերս ա եկել, այդ օձին քշելու սարքը նորից էի պատվիրել եկել ա։ Աշխատանքից հետո կմտնեմ Viber-ից, կվերցնեմ ու կգամ։ Սիրելի հետևորդներ ջան, ու այդ մասին արդեն տնից կզրուցեմ ձեր հետ։ Режьте товары, не уходя в примерочную. Այս անգամ նորմալ է կացելնի։ Չեք հասկանում, որ բռնակը հաստեղից ես։ Չէ, 4 հատ պտիներ, 3 հատ եկել։ Հիմա մեծ սերուց ա եկել։ Դրա համար է։ Հա։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից եկել եմ։ Քանի դեռ շատ թխկոցներ չկան, ասեցի ձեզ միանամ։ Մի հատ էլ կոֆե եփեմ, մենակ իմ համար եմ եփում այս պահին։ Որպեսզի ձեզ միանամ, ձեր հետ կոֆես խմեմ, այս անգամ։ Եվ գնալու եմ դերսում նստեմ, փոթուկների մոտ, օձին քշելու սարքը, այնտեղ եմ դրել արդեն, մի խոսքով պատրաստություններս տեսնում եմ։ Եթե ուզում եք այս պահին ինձ հետ սրճել, ապա կոֆեն եփեք եւ միացեք ինձ։ Կողքից չեմ հեռացել իմ կոֆեի։ Սպասում եմ։ Եկավ։ Շատ լավ։ Անջատեմ։ Բաժակներ դնեմ վրան, սիրելի հետևորդներ ջան, եւ ուղիղ քոթուկների մոտ։ Սիմիչկա, ես ինչ հովտեղ ես գտել։ Թե գիտես, որ ես էլ պետքա գամ եկել ես մոտս։ Սիրելի հետևորդներ ջան, քանի այս կուրը հովա, ստեղից ձեզ միանամ, կոֆես լցնեմ, տխիլն եմ բերել, որ մի երկու տխիլ ջարդեմ ձեր հետ, մազերս վերև եմ հավաքել, բայց ոնց որ թե մի քիչ ցիկ եմ կապել, որ շատ ցիկ եմ կապում, մի քիչ ցավացնում է, ասենց։ Այս կողմ ես բերել եմ, որ տխիլը մեջը լցնեմ, այս թուզը։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, անունը չեմ ուզում տամ, գիտեմ դուք էլ չեք ուզում անունը լսել, բայց ճար չկա։ Էդ է, օձին քշելու սարք, տադամ։ Կոպրակն է ածալեմ, տաղիքներս են ծաղկում, ծաղկունքի մեջ եմ նստել, սիրելի հետևորդներ ջան, այս մեկը մի հատիկով ծաղկել է, առավոտն է ծաղկել, ահա, ու մինչև երեկո չի ձգինք, քանի էստեղ եկեք հիանանք, իրանից ինչ-որ բուրումնավ այդ բաներ չի տարածվում, բույր չունի, բայց ինքը շատ սիրուն է, ուրեմն կոպրակս ստեղ այս տախտակների արանքում դնեմ, աչքիս իմ կոֆեի ջազվեն էլ ստեղ դնեմ, Էսա որ ստեղ սիրուն սարք ենք, չէ, այս լավ հարմարություններ ա լինելու իմ համար, կոֆես, մի քիչ էլ մնա ու նոր կումկում կխմեմ, հիմա սիրել հետևորդներ ջան, ստեղ մի քիչ տարածքը ուզում եմ նենց հանեմ, որ այս բաները պետք է հանեմ ու ցույց տամ, դուք էլ իմանաք, դուք էլ ծանոթանաք ինչ կա չկա, ես որ առաջի անգամ եմ համ իմանում, որ օձին քշելու սարք գոյություն ունի, համ էլ առաջի անգամ տեսա, դե այն անգամ բռակ էր, մեկը պակաս էր, հետ ուղարկեցի, այս անգամ ամբողջական եկել է, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ոչ միայն օձերին ա քշում, այլ նաև
բոլոր կրծողներին, կռիսներին, առնետներին, հեսա իրա վրա ատամները սրած կռիսա նկարած, օց նկարած չկա, բայց դա էլ է, էլի հիմնականում օցի համար է, բայց թե երևի չեն ուզացել, որ օցի նկարը լինի ստեղ, իսկ հենց հա թվում դրա համար այս պուպուշ կռիսն են նկարել ստեղ, ինչ որտեղ պուպուշ է, աչքերն են անմեղ, ասենք առաջին երկու ատամը սուր, երկար կողված, մի տեսակ հետարքիր կռիսի կա ինքը, Սիմոչկա, կարող է մկներին քշի մնաս առանց մուկ, հա, Սիմա, դա տարածքից մկներին, կռիսներին, օցերին քշում է այս սարքը, իրա ուլտրա ձայներով, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ չեմ ուսումնասիրել դեռևս, այն ատոպրակը բերել եմ տեղ դրել, մի քանի բանով զբաղվել տանը, հետո նոր արդեն իմ կոֆեով ձեզ միացա, ստեղ ինքը զապիսկա ունի, սենց ասեմ, կծանոթանամ դրան, ուրեմն այս իրա 4 հատ սարքը, օցին քշելու սարք, չգիտեմ իրա անունը ինչ է, այդ անունը ես կպցրի իրան, օցին քշելու սարք, ստեղ անգլերենով է, տաթևս ստեղ լներ կթարգմաներ, չնայած կարամ նկարեմ, ուղարկեմ ինքը թարգմանի, դե գիտեք, որ տաթևս անգլերենից շատ լավ է, հայերենի նման ինքը լավ խոսում եւ հասկանում է անգլերենը, ինչպես որ շատերը, ովքեր զբաղվում են օտար լեզուներ սովորելով, սիրելի հետևորդներ ջան, մի հատ տեսնեմ ստեղ ռուսերեն բան կա, գրած, որ գոնեմ 2 բառ կարդամ, բայց թե մի քիչ շատ թեթևակի ծանոթ եմ էլի, թե ինչը ոնց է, էլի կարամ իմ իմացած մի որևէ բանը, ասենք ձեզ փոխանցել, ստեղ տարբեր լեզուներով գրված է, բայց այնքան մանր է, նենց է որ տեսողությունս գերազանց է, չեմ դժգոհում, բայց գիտեք չէ, որ այնքան մանր տառեր են գրում, նույնիսկ այդ որ պեչատում են, չէ, շատ ժամանակ ինչ որ մի տառը չի էլ տպվում, դրա համար սա մեզ պետք չէ, բայց այստեղ խոշոր տառերով, անգլերենով գրված է, Այստեղ ես այս հատվածը կնկարեմ, կուղարկեմ տաթևիս ինքը կթարգմանի կարևոր բաները և արդեն մանրամասը ես էլ կիմանամ։ Այսպես, ասա մի անգլերեն ինչ Անուշ կա, որ չսովորեցիր։ Դե դպրոցական տարիներին, սիրել հետևորդներ ջան, գիտեք, որ մեծամասամբ գերմաներենն էր մեր օտար լեզուն, Եվ գերմաներենս 5-ով 5 է եղել, 5 պլյուս է եղել, դա այն ժամանակ 5-ով էր, այսպես բալային չէր, որ ասենք այսքան բալ, ասենք 10 բալ, 10 բալը մեր թվերի 5-ն է, բայց ես կասեի 10 բալը մեր թվերի 4-ն է, այսպես մեր թվերի 5-ը ուրիշ 5 էր, դա Գիտեք ինչ եմ նայում սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ինչ-որ մի բան հասկանամ, քանի որ երբեմն տառեր կա, չէ, որ մենք այդ տառերը, դե հատկապես որ շատ մարդիկ անգլերեն տառերով են, չէ, հայեր են գրում, հետո ինչ-որ բառեր կարողանում ենք, էլի կցենք, կցմցենք, մի բան հասկանանք, բայց ինձ ծանոթ բառեր չհանդիպեց, քանի որ Ես չեմ սիրում, որ անգլերեն տառերով, ասենք, հայերեն գրում են, բայց հազիվ խոսքը դրան է հասել, սիրել հետևորդներ ջան, քանի որ գիտեմ ձեր մեջ շատերը անգլերեն տառերով եք ինձ հայերեն կոմենտարի ա գրում, դա նաև կախված է հեռախոսից, հեռախոսում լինում է լեզուները թե ոչ, եւ դա է պատճառը, ինչ որ այլ պատճառ չկա էլի, ես հաստատ գիտեմ, որ դա է պատճառը, օրինակ մի ժամանակ այդ թեման էլ քննարկվեց իմ ալիքում, նույնիսկ թեթևակի, ասենք, սենց վիրավորականի տեսքով էր, բայց ես չջնջեցի, թողեցի ուղղակի այդ մարդուն գրեցի, ինքը տղամարդ էր գրել, խստորեն էր դատել բոլորիս, դե ինձ էլ եմ էլի ձեզ խառնում, Մենք մի ընտանիք ենք, չէ, սիրելի հետևորդներ ջան, YouTube-յան մեծ ընտանիք, շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում,
Եվ այդ մարդուն ես պատասխանեցի, որ հարգելիս, խնդրում եմ մեղ մոտենակ այս հարցին, քանի որ շատ մարդիկ իրենց հեռախոսներում ուղղակի չունեն այդ բաժինը, որ լեզուները սարքեն ու հայերեն տառերով գրեն, կամ էլ լինում ա դեպքեր, որ շատ մարդիկ օրինակ գնում են ուրիշ տեղ ապրում են, հետո արդեն դժվարանում են հայերեն իրենց միտքը արտահայտեն, դա նույնպես ես շատ լավ գիտեմ։ Այն ինչ փախած մեղու էր, որ եկավ սենց ինձ կպավեվի, դու սոտու վրա էր եկել։ Այ մեղուներին էլ պետք է նայեմ, սիրել հետևորդներ ջան, այս շոքին։ Ինչևէ, այս մի կողմ եմ դնում եւ բացեմ ցույց տամ։ Ընդամենը, այսենց ինքը մեխի նման, մի քիչ ծանր է ինքը, ստեղ սարքավորումներն են, ինքը արևի էներգիայից է լիցքավորվում եւ պահում է դա, սիրելի հետևորդներ ջան, ոչ մի շնուր, ոչ մի լար, ոչ մի էլեմենտ իրան պետք չի եւ սա ուղղակի տեղադրում ենք համապատասխան վայրերում։ Բոլորը այս ձևի է։ Այսենց սա ստեղ այս պահին չեմ ուզում գնամ այս հարցով զբաղվեմ, կոֆե եմ ուզում խմեմ, այս տխիլը կոտրեմ, մի քիչ հանգստանամ, հետո թեկուզ երեկոյան ժամերին էլ լինի, ես կհասկանամ, թե իմ բակում, իմ մեծ տնտեսությունում, որը որտեղ եմ տեղադրում, եւ արդեն ինձ հանգիստ կզգամ, սիրել հետևորդներ ջան, այս օրերին շատ անհանգիստ եմ եղել, մեղքս ինչ թաքցնեմ, այո, վախենալու է, ես կարողա պետքա աչուցախեի դրել, որ տեղավորվի, այն որ մի բանը մի տեղից հանում ենք, հետո հենց ուզում ենք էլի տեղը տանենք, չի մտնում, ես այդ օրն եմ կա, մեկը աչ, մեկը ձախ, երևի, հա, ես էլ ներքև, որ ես մեկը վերևը լինի, հա, եղա, ահա, այսքան բան, սիրել հետևորդներ ջան, իդեպ ասեմ, որ այս օրերին շատ եմ իմանում, որ շատերն են օձեր տեսնում տարբեր չափի, տարբեր ձևի, իսկ երեկ չի առաջ օրը, դե երեկոյան ժամերին մեր այս թաղ երեխեքը հավաքվում են ու ճամփենել որ ասֆալտա, խաղում են, վազվզում են, հեծանիվ են քշում, ամեքը մի ձևով զբաղվում են ու երեխեքը այդտեղ օձ էին տեղել, այս երկու օրա չեն երևում այս կողմերը, հիմա չգիտեմ իմ օձներ, թե ուրիշ օձեր, մի հատ տեսեմ, մի հատ էլ ասում եմ իմ օձը, արդեն իմն եմ դարձրել, բայց եսա կքշեմ ես դրան, սրանով, ուղղակի սիմայի համար եմ հիմա մի քիչ անհանգստանում, որ մկներին էլ ա քշելու ախր է, հարցը դա է, սիմը չկա որտեղ ես որսի գնալու, ես իրան լավ կպահեմ, կասկած չկա, սիրելի հետևորդներ ջան, հիմա սա էլի էս կա և կոֆեն արդեն խմելու աստիճանի կլինի, տխիլ եմ ջարդելու, ստեղ լսնեմ, այս երկու հատ թուզ էր մնացել, էլ չեմ քաղել, բայց հաստատ գիտեմ քաղելու կլինի, քանի որ ժամեժամ հասունանում է, մի հատ բացեմ, կլպեմ, տեսեք թեզ ոնց լավ հավեսով կլպվում, չնայած շատ մարդիկ կան, որ լվանում են ու այս կլեպնել են ուտում, եղել է, որ ես էլ եմ կերել, բայց հիմա չուզեցի, ինքը նաև շատ օգտակար է, ասել մեր գեղի կոծոին, որ լուսահոգի է, շատ անեկդոտներ ունի ինքը, ուրեմն հերու տղա նստած են ելնում, դեղցը ուտելիս են լինում, այս կոծոն դեղցը կլպում է, հերը վրին խոսում է, ասում այ բալա, այդ ուր ես այդ դեղցը կլպում, կլպով կի էլի, ասում ախի այ հերա, ասում դե համը կլպումն է, ասում այ հերա դե որ համը կլպումն է, դեղցը ես ուտեմ, կլեպը դու, հա դե թենց կատակը մնում է կատակ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ որ այսքանի օր հավեսի եմ բերել այս քաղցր, մեղրածոր, թզերով, դե ինչ անեմ, սենց հա, եկեք, հրավիրում եմ, ով մոտիկա, եկեք թուզ ուտենք, լավոր կա, դե ես անուշանեմ, կոֆես խմեմ, հետո արդեն տխիլ է կջարդեմ։ Հիմը չկա տեղդ գրավել ես, ես էլ իմ տեղը գրավեմ, Սիրել հետևորդներ ջան, ուրեմն այդ թուզն ենքան քաղցր էր,
որ կոֆեն խմեցի, կոֆեին անուշ դառնությունը չէր զգացվում, ոնց որ քաղցր կոֆե խմեմ, տակում երկուքում թողել եմ, որ բերանս անուշացնեմ, դառը կոֆեն շատ եմ սիրում, համ մատերս լվացի, շատ էր կպչում այդ քաղցրությունից, համ ես առը ջուր խմեցի, որ գոնե կոֆեի համը վերջի երկուկումում զգամ էլի։ Այսպես, համարում եմ, որ կոֆեն լրիվ դառը խմեցի, բայց սկզբում մի տեսակ քաղցրին էր խփում, թզի համով կոֆե խմեցի։ Հիմա սրել է դեորներ ջան, չափը որ դրել եմ ստեղ, էս էլ տխիլն է, որ այն օրը քաղել էի, մի քիչ ավելի շատ էր, ինչ չարի տաթևը հետը չվերցրեց, թեպա մամ ջան, պահի էս աթորներդ գալու են, բայց թե ծառերի վրա էլ կա, էլի, հա, մի քիչ ստեղից կոտրեցի, իմ ձեռով կոտրեցի, հետո ասավ լավ մամ ջան, այդ թող քաղել ես, թող մնա, գնաց ինքը իրա ձեռով ծառի շևերը կրացրուց, էշտու հանգիստ ավելի հավեսով, իրա ուզած այս փնջերը պոկեց, անուշարա, բայց այսքանը չտարավ, ինչքան էլ որ խնդրեցի։ Հիմա ուզում եմ կոտրեմ, սրել է տևորդներ ջան, համ այդ մահանում կնստեմ, կհանգստանամ, այս կողքն էլ որ շվակա, ինձ լավ կզգամ, այսքան տեղը, որ երկու կողքը բացա, միջանցիկ քամու նման ալնում, հետո քամին խաղ անում անընդհատ, էսա որ ստեղ փակվի, սիրուն սարքենք, սա կդառնա իմ սիրելի վայրերից մեկը։ Հիմա դե արդեն կոտրեմ, սիրել է տևորդներ ջան, այսքանը ուզում եմ կոտրեմ, ասենք եթե թողամ, կթողամ, բայց հետո չորանում է ու այս իրա տերևները այնքան նենց բանա ծակում է, էլի մեր ձեռը, փշի նման ծակում է այս իրա տերևները, որ չորանում է ու հեշտ չի լինում, քան ինքը գեջ է, այն ամենալավ ուտելու վաղտն է, էլի համել, միջուկը որ ասենք ուտում ենք կաթի նման է, էլի մի տեսակ, մի հատ հլա կոտրեմ, ասա ես էլ ցած դրվի Արյանուշկա ջան, հետո չաքուչով կոտրեմ այս քոթուկին, հավեսով, պետքա պահեմ։ Շատ եմ սիրում, որ սենց վախտերը չաքուչով եմ կոտրում, ոչ թե ինչ-որ հատուկ տխիլ ջարդելու կամ պոպոկ ջարդելու, ինչ-որ բանով, քանի որ սենց որ խփում եմ, չէ, այդ թխկոցը բան մի տեսակ մանկությունն է հիշացնում, որ տխիլը քաղում էինք ու էլ ինչ չաքուչ, ինչ տխիլ ջարդիչ, կամ քարով էինք ջարդում, մի հատ տափակ քար էինք գտնում, տակը դնում, մի հատ էլ ամուր էլի տափակ քար էինք գտնում, որ դրանով ջարդենք, ահա, նաև ուզում եմ ջարդեմ, քանի որ երբեմն պատահում է փուչա լինում ու մեջը շատ փոքր, հեսա, ցորենի չափ։ Կոտրեմ, հասկանամ ինչ է, էլի, ինչքան կա, ինչ է լինում, գնամ էլի քաղեմ, թե ծառի վրա թողամ։ Ծառի վրա էլ որ թողում ենք, էդ էլ մի կրակ է, հասնում է ինքը իրանով, բացվում է, թափվում է ու կորչում է, մկներն են տանում։ Այս մեկը լավն է։ Այսքանը որ կոտրեմ, հավանաբար հովն ընկնելուն պես, կգնամ էլի կքաղեմ, Այն օրը գործս կիսատ մնացել, հիշում եք, որ ասի այդ ճյուղերը պետքա կտրեմ, ինձ պետքա։ Այս երկու օրը, որ տաթևս ստեղ էր, շատ ուրախացա, շատ լավ զգացի, իրանով զբաղվեցի, նկարահանումներն էլ, որ ինքն արեց, չէ, այդ առաջ օրը հատկապես, թե երկրորդ օրը չէ արդեն, բայց այդ առաջ օրը այնքան հավես էր, այնքան ինձ հեշտ էր, որ ինքն էր իմ օպերատորը դարձել, սիրելի հետևորդներ ջան, ուր գնում էի հետևիցս ֆռռացնում էր տեսախցիկը, արդեն գիտեմ, որ բոլորիդ դուր է եկել և բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր կողքին եք։ Այս նույն ձևով կոտրելու եմ։ Կոտրեմ, վերջացնեմ, արդեն ցույց կտամ, թե ինչքան ա եղել։ Տուկ, Փուչ էր, ձայնից էլ է զգացվում։ Բնությունը շատ է փոխվել։ Շատ ժամանակ սիրել հետևորդներ ջան, էլ չեմ էլ այս տերևները պոկում ու ինձ ավելի հեշտ է լինում, այս մեկը լավ էլ կա, հեսա։ Հույս ունեմ գոնե այս ամանով մեկ կլինի էլի,
կոտրած վիճակում կպահեմ թորներիս համար։ Բան չմնաց, հա, եսա կգան։ Մի քիչ էլո։ Էս էլ էր լավը։ Թիթեռնիկ, ուր ես եկել։ Փուչեր։ Եվ այդպես շարունակ։ Ուխ։ Համարյա թե հասունանում է։ Էս էր փուչ։ Էսիշ լավն է, փայլուն։ Հավերս տարօրինակ ձեներ են հանում, վազելով եկա այս կողք։ Չգիտեմ, ես ինչ են իրար խառնվել։ Լայն կողքից գնամ։ Հանգստացաք ինձ տեղակ։ Կորան վախներդ։ Կարող են հոցներ եկել։ Հա, հավիկներ ջան։ Իմ նկարելուց հետո ավելի էր իրանց ձեները ուժեղ, մինչև որ թափով եկա այս կողք, հավաքվել են ես մի կողմը, սիրելի հետևորդներ ջան, մանավանդ, որ ինձ գրել էիք, որ օձը նաև հավերի թշնամին է, եսա լա գնամ թխսերի մոտ էլ նայեմ, լա մտնեմ ներս, չգիտեմ ստեղ դժվար թե ստեղը լինի արդեն, եթե ինքն եկած լինի, անգամ ինքը ստեղ չի լինի, գնացեք ջուր խմեք կաղներդ կողջիկ, կարմիր ակլորս մկրատաձև կողջիկ ուլի պերլամուտեր, հավանոցը մութալ ամի հատ ես գնամ ստուգումներ կատարեմ, տենամ ձվերը տեղումա թե չէ, հա, երկեցեք, ես այդ սարքը կտնեմ, դուք էլ կհանգստանաք ես էլ, դուս եկեք գոմիցը հլա, արի, ջու, եկեք, հավերի մոտից դուրս եկա, դենտեղ չէի կար ինչ-որ առանձնակի բան հասկանամ, ձուն պակասա, պակաս չի, մի հատ թխսերի մոտ եմ եկել, ստեղ թխսերս նստած են, ստուգեմ, թողսիներ ջան, ես ոնց հասկանամ հիմա ձեր ձուն տեղում է, թե չէ, այս ջան նստի, հելականը, տենանք, այսինքը եթե թացը լինի, չնահաց եթե օծը գամտնի, հոստեղ չի ուտելու տանում է, չէ, հել այս մեկին, մի քիչ, բայն ինչ եմ տենում են կողքին, ուրեմն ուծն է եկել, հեսա ցույց տամ ձեզ, 2 հատ ձու, ջարդած, կամ կռիսա, կամ էլ օծնա բերել ջարդել, թխսերի ձուն, հեսա, նորել արածա, էդ հացա, ես մեկը տենանք ջարդածա, Բախո, սիրելի հետևորդներ ջան, կամ օծնա, կամ էլ ես իմ չգիտեմ, այս թխսերի տեղնա, մեր հին հավանոցը, հլա դուրս կամ ստեղից, ես ինչքան նեղվեցի,
բան էլ չէի կոտրել, ձեր հետ խոսելուց հետո կադրից դուրս եկա, այսքան կճեպ, այսքան կոտրածս տխիլները, կոֆեիս բաժակը դեռ ստեղ ա, իմ համար սուս-փուս կոտրում էի, մտքումս թենց մտքերով հեռուն գնացած, մեկ էլ այդ հավերի, այդ ծառույնակ ցեները լսելով վազ տվի, սիրելի հետևորդներ ջան, այս էլ անգամ կոտրել եմ, չեմ հանել։ Էլի ասենք հավերին բախացնելը ոչինչ, բայց որ արդեն թխսերի մոտ ա գնացել, այդ արդեն հեչ լավ չի, ես ինչքան նեղվեցի, դե ասենք եթե մտնում ա հավերի մոտ, որ ձուն տանի, իմդեղ դե մի քանի աքլոր ունեմ, 10-ից ավել աքլոր ունեմ, թորներիս համար եմ պահում, գիտեք, հետո հավերի քանակը շատ, ասենք որ հավը նստում ա ծվի, էլի կարա նստած հավին գնա տակից տանի, բայց այն մնացած հավերը հատկապես աքլորները, վտանգի դեպքում գիտեք, որ զգում են վտանգը, ով Աստված ջան, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, շատ արագի մեջ պետք է կազմակերպեմ, այդ օձին քշելու սարքը տեղադրեմ, Այսա մի քիչ նստեմ, շունչ քաշեմ, հետո նկարեմ, ուղարկեմ Տաթևից թարգմանի ինձ ուղարկի, հասկանամ ոնց եմ տեղադրում, որ ճիշտ տեղադրեմ, սխալ բան չանեմ էլի հանկարծ, հետո այդ օձին քշող սարքը տեղադրեմ և հանգիստ կլինեմ արդեն, այդ երկու հատ ձուն որ տարել ա, ինչքան գիտեմ կռիսը ամբողջովին տանում ա, Եթե դուք տենց բաներիս տեղյակ եք, ձեր իմացածով կարող եք իմ հետ կիսվել, մի բան ասել ինձ, ես էլ մի բան հասկանամ, փաստորեն երևի ծակել ա, ձուն խմել ա, դե օձը հո կճեպը չի ուտելու, ինչքան գիտեմ կռիսն էլ չի ուտում, կատուն էլ անգամ կճեպը չի ուտում, կատուն էլ այդտեղ չի կարա մտնի, իմը չի ուտում ընդհանրապես, Գիտեք ինչքան խելոք ա իմ Սիման, հիմա էլ ստեղ չի չգիտեմ ուր գնաց, ուրիշ դեգող կատուները չեն կարա թխսերի մոտ մտնեն, դուռը ամուր փակած ա, մի խոսքով գրեթե վստահ եմ որ օձն ա, քանի որ այդ հին հավանոցի մոտից այն մյուս հավանոց այդտեղ անցք կա, հենց ոնց որ օդափոխելու համար տեղ կա էլի որ օդ խաղա, հավանաբար հավանոցի մոտից գալիս ա, հավերի մոտից դրսից բաղջից մտնում ա սետկեն, այդ սետկով մտնում ա հավերը մի հատ վախենում են, հետո դե արդեն երևի նա փորձ ունի էլի, էլ ընդեղ չի մտնում, կարող ա քլորները իրան կտուցով կտուտում են բան ու մտնում ա արդեն թխսերի բունը, դե թուխսը նստած ա, տեսնում եք որ ես էլ ձեռս տանում եմ, թուխսա մի հատ փքվում ա, բայց իրա ձվերի վրից չի վեր կենում, դա էլ ձուն գողացել, տարել ա ջարդել, իրա գլխին հարամ երջը, Ես այդ ամեն ինչը կազմակերպեմ, սիրել հետևորդներ ջան, ու այդ սարքերը, որ մտածում էի իրիկվա հովին կտեղադրեմ, այս այդ վարպետն էլ կգա, մի պահ ոնց որ գործով դուրս ա եկել, դրա համար այսքան ժամանակ ես կարացի հանգիստ ձեզ միանամ խոսեմ, շղթղկոցներ չկար, այսա կգա որ գործանի, ես էլ այդ հարցով զբաղվեմ, կտեղադրեմ և այդպես դեմը կառնեմ, դուք էլ զգուշ եղեք, ամեն հարցում զգուշ եղեք, ձեր իմացածը ինձ գրեք, որ ես էլ մի բան իմանամ էլի, ձեզանից մի բան իմանամ, այսքան շատ հետևորդ ունեմ, ոնց էլ ըլնի, Աստված չարած ձեր գլխով էլ եկած կլնի, իրար հետ կիսվենք, մի բան հասկանանք ու ամեն մի վատ բանի դեմը առնենք, չեմ կոտրում, թողնում եմ, մի քիչ հետո կկոտրեմ, մի հատ գնամ նկարեմ, Տաթևիս ուղարկեմ, թարգմանի և այդ գործով զբաղվեմ։ Կոֆեի հոտը եկավ։ Սիրելի հետևորդներ ջան, օձի սարքը տեղադրել եմ, ամեն բան տեղը տեղին արվել ա։ Հիմա թե 100% կգործի դա, թե ոչ, չգիտեմ, քանի որ փորձը չունեմ, հենց որ փորձը կունենամ անպայման, ձեր հետ կկիսվեմ այդ հարցով, որպեսզի միմյանց օգնած լինենք։ Ոնց կլինի, այդ արդեն ընթացքում կերևա դե,
եկա կոֆեն եփեցի ու նստեցի ստեղ, քանի որ մի քիչ էլ գլխացավ էր կպել, հիմա չգիտեմ, նեղվածությունից, որ թուղսի ձվերը տարավ, կամ չգիտեմ էլի, այդ խառը բաներից մի անգամից ինձ գլխացավ կպավ, մի քիչ էլ ամուր էի կապել մազերս երևի դա էր, այդ ամենը իրար խառնվելով, հիմա ուզում եմ այդ գլխացավից դուրս գալ, կոֆես կվայելեմ, կնստեմ մի քիչ լուր, տխիլն էլ կիսակոտրել մնաց, այդ գործն էլ պիտի շարունակեմ, բայց հանգստանալուց հետո։ Մյուս վլոգում արդեն բարձր տրամադրություն կբերեմ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, այսօր դեռ օր կա, մի քիչ կհանգստանամ և նոր վլոգ կսկսեմ իմ և ձերի համար։ Դե ինչ, անցնենք մի փոքր հանգստի բոլորս էլ։